Բարեկո հարգելի բարեկամներ, ես Արամ Կարսյանն եմ եւ եթերում է House to Home հաղորդաշարը, որը սկսում ենք հենց հիմա։ Շարունակում ենք մեր հաղորդումը, հարգելի բարեկամներ, House to Home հաղորդաշարն եք դուք դիտում, եթե գիտեք, արդեն 6 տարի է, այս հաղորդումը բերում ենք ձեզ, որպես անշարժ գույքի ապագա կամ ներկա հաճախորդներ, տեղյակ լինեք, թե ինչ է կատարվում անշարժ գույքի շուկայի մեջ, եւ եթե որևէ քայլ ուզում եք կատարեք, դա լինի ֆինանսավորման հետ կապված կամ վաճառքի կամ գնելու, ավելի տեղեկացված լինեք եւ իհարկե կարող եք հենց հիմա ձեր iPhone-ներով, iPad-ներով ձեզ առաջարկում ենք ձրիաբար գործիքներ, կարող եք այցելեք aramkarsian.com եւ այնտեղ սեղմելով search like an agent կոճակը դուք կարող եք վարկյանական այն սիստեմի մեջ մտնենք, որոնք որ մենք բրոկերներս եւ էջենտներս ենք կարողանում օգտագործել։ Գիտեմ ինտերնետի վրա շատ ծառայություններ կան, բայց սա շատ ավելի հզոր գործիք է եւ որևէ շուկայում նորություններ, որ ուզում եք իմանալ վարկյանական, սա ամենաճշգրիտ ինֆորմացիան է, որ կարող եք օգտագործեք այցելելով aramkarsian.com, այնտեղ սեղմեք search like an agent կոճակը եւ ձեր պարամետրները դնելուց հետո ձեզ վարկյանական թույլ կտրվի, որպեսզի մտնեք եւ տեսնեք ձեր շրջանի շուկան ինչ է կատարվում անշարժ գույքի շուկան իհարկե եւ իհարկե կարող եք փնտրեք որևէ քանի ննջասենյակ եք ման գալիս, քանի բաղնիքով տուն եւ քանի քառակուսի ոտք եւ որ շրջանում եք ման գալիս եւ ինչ տեսակի տուն եք ման գալիս այս ամենը իհարկե շատ հզոր գործիք է եւ առաջարկում ենք ձեզ ձրիաբար Եվ եթե հարցեր ունեք, կարող եք մեզ հետ կապնվեք, ուստի այցելեք aramkarsian.com եւ այնտեղ search like an agent։ Իսկ հիմա ինչպես խոսեցինք, այս ամենը այս ամբողջ հաղորդման ընթացքում, ինչպես անցած հաղորդման խոսեցինք մեր տունը գնորդների հետ եւ ինչ է process-ը մի փոքր դա առաջի սեգմենտներ պետք է շարունակենք, որպեսզի ինչպես ասեցինք, ձեզ տեսնում ենք, որպես ինվեստորներ եւ իհարկե սա ձեր կյանքի ամենամեծ ներդնումն է, որ պետք է կատարեք, ուստի շատ ավելի լավ է, երբ որ ինվեստորը բանից տեղյակ է եւ շատ ինֆորմացիա ունի եւ կարող եք դուք որպես ինվեստորներ ավելի ճիշտ որոշումներով եւ հաստատուն քայլերով կարողանաք այդ գործարքի մեջ մտնել եւ ինչքան ինֆորմացված լինեք, այդքան ավելի քաշքշուկներ չեն լինի այդ process-ի մեջ։ Եվ իհարկե պետք է խոսենք, թե շուկան ինչ վիճակի մեջ է, անշարժ գույքի շուկան, եւ պետք է խոսենք, թե ինչպես կարող եք դուք ձեր հարստությունը այսօր դիզել, սկսեք ձեր հարստությունը դիզել, դրա մասին էլ պետք է խոսենք եւ իհարկե պետք է բերենք այս շաբաթվա interest rate-երը ինչ եղան, ուստի մնացեք մեզ հետ, այս փոքր դադարից հետո կվերադառնանք եւ կշարունակենք։
Շարունակում ենք մեր հաղորդումը, հարգելի բարեկամներ, իսկ ինչպես խոստացանք, արդեն անցած շաբաթ խոսեցինք մեր տունը գնորդների հետ եւ ինչ է process-ը գնելու եւ ինչն է ճիշտ քայլերով առաջ գնալը, մի փոքր ծանոթացնեմ ինչի մասին ենք խոսել եւ եթե մեր հաղորդումները բաց եք թողել, անպայման այցելեք aramkarsian.com եւ այնտեղ սխմելով YouTube-ի կոճակը դուք կարող եք որևէ շաբաթվա հաղորդումը նայեք ձեր հարմար ժամանակին։ Իսկ խոսելով անցած շաբաթվա մեր գնորդների հետ, տունը գնորդների նրանք ովքեր որ մտածում են, որ տուն գնեն, ինչ է ճիշտ process-ը, առաջին հերթին խոսեցինք, որ ձեր, եթե ֆինանսավորումով եք գնելու տունը, ձեր loan approval-ը անպայման տեղում պետք է լինի եւ դրանով էլ մենք կարող ենք ձեզ օգնել, եթե չգիտեք որտեղից սկսեք, անպայման կապնվեք մեզ հետ 818-275-5115 հեռախոսահամարով, մենք ունենք թիմ, որ այդ ամեն գործարքը կարող ենք շատ արագ ձևի հասցնել ձեզ ձեր loan approval-ը եւ շատ կարեւոր է այդ ֆինանսավորման հարցը լուծել, դա արդեն դուք պատրաստ եք, որ մտնեք շուկա եւ տուն գնեք, որովհետեւ եւ նույնպես խոսեցինք, որ offer-ը պետք է գրվի, նախ դուք պետք է շուկային ծանոթ լինեք, շատ կարևոր է այդ շրջանը, որտեղից որ տուն եք նայում գնելու, պետք է ծանոթ լինեք եւ դա ձեր գործն է որպես ինվեստորներ, ինչի համար եմ սա ասում, հին օրերին հաճախորդները, տուն գնորդները, հույսները իրենց էջենտը կամ բրոկերներ, որտեղ այդ ամեն ինֆորմացիան փակ վիճակի մեջ էր։ Միայն էջենտները եւ բրոկերներն էին տեսնում ինչ է շուկա մտնում եւ դա էջենտի եւ բրոկերի հայացողության տակ էր, որ մեկ տունն է ձեզ հարմար։ Իսկ այս օրերին այդ ամեն ինչը վերացել է, ինֆորմացիան բաց է, ինտերնետի վրա է եւ իհարկե այցելեք aramkarsian.com, այնտեղ search like an agent կոճակը սխմելով register եղեք եւ դա ձեզ տրվում է ձրիաբար, սա հզոր գործիք է եւ դուք որպես տուն գնորդ առաջի հերթին դուք պետք է ծանոթ լինեք շուկայում ինչ է կատարվում։ Իհարկե մեր գործը արդեն ձեզ ճիշտ ուղղություն տալն է, մենք տուն չենք վաճառում, տունը ինքն իրեն պետք է վաճառի, մենք ուղղակի ձեզ ճիշտ ուղղություն ենք տալիս եւ ճիշտ խորհուրդ ենք տալիս, որպեսզի հանկարծ մեկը չհամոզի ձեզ տուն վաճառի կամ ձեր տունը վաճառի։ Շատ կարեւոր է, որովհետեւ միմիայն որոշումը, ձեր որոշումը չի, որ պետք է դրանով շարժվեք, իհարկե ձեր որոշումը վերջնական է, բայց մեր գործը, իմ գործը նա է, որ կարողանամ լսեմ ձեզ, ձեր ցանկությունը եւ դրա հիման վրա ճիշտ խորհուրդ տամ, թեկուզ եթե մտածում եք ձեր տունը վաճառեք, մի քանի հարցերով ես ձեզ կարող եմ ճիշտ խորհուրդ տամ, արդյոք ճիշտ է ձեր տունը վաճառել, թե ոչ։ Դա իհարկե բոլոր էջենտների, բրոկերների սկզբունքը պետք է լինի եւ ոչ թե միմիայն որպես գործ վերցնել եւ այդ գործարքի մեջ մտնել, դրամը վերցնել, իմ դրամը կամ էջենտը իրեն դրամը վերցնի եւ դուրս գա, պետք է առաջնահերթ ձեր շահերը պաշտպանվի։ Դա է իսկական էջենտի կամ բրոկերի էթիկայով աշխատելու process-ը իհարկե եւ խոսելով մեր տունը գնորդների հետ, արդեն ձեր ֆինանսավորումը պատրաստ է, դուք պատրաստ եք շուկա մտնելու եւ պետք է այդ ֆինանսավորման պատրաստության ժամանակ անպայման իմանաք ինչ ծախսեր կան ձեր դիմաց, միմիայն down payment-ը չի, դուք escrow-ի ծախսեր էլ կունենաք եւ այդ ամեն ինչը պետք է դուք սկզբից իմանաք եւ ոչ թե վերջում։ Շատ անգամներ եմ տեսնում, որ սխալ մարդկանց հետ մարդիկ գործ են բռնում եւ անգամ իրենց ամսական payment-ը իրենց ճիշտ չի ասվում։ Եվ իհարկե ամսական payment-ը երբ որ տուն եք գնում, պետք է ամեն նկարը կարողանաք պատկերացնեք ճիշտ ձևի, որպեսզի վերջում անակնկալի չկանգնեք։ Ուստի շատ կարևոր է, որ իմանաք ձեր ամսեվճարի մեջ ինչն է ընդգրկվում, լրիվ ամսեվճարի։ Ուստի մնացեք մեզ հետ, կվերադառնանք եւ կշարունակենք։
Շարունակում ենք մեր հաղորդումը, հարգելի բարեկամներ, խոսում ենք մեր տունը գնորդների հետ եւ ինչ է process-ը այդ քայլերը կատարելու համար, որպեսզի ճիշտ ձևի կարողանաք այդ գործարքը կատարեք, բայց մինչև այդ ուզում եմ հիշեցնել մեր տունը վաճառողներին, եթե մտածում եք ձեր տունը վաճառեք, անպայման այցելեք aramkarsian.com եւ այնտեղ ձեզ առաջարկում ենք հզոր գործիք։ Այցելելով aramkarsian.com այնտեղ սխմեք Price My Home կոճակը եւ իհարկե սա նոր գործիք է, որ արդեն մի քանի շաբաթ է ձեզ առաջարկում ենք, այցելելով aramkarsian.com այնտեղ սխմեք Price My Home կոճակը, դրեք ձեր պարամետրները եւ րոպեների ընթացքում ձեզ կհասցվի հատուկ պատրաստված report, շատ մանրակրկիտ report է սա, թե ինչ է կատարվում հենց ձեր անշարժ գույքը որտեղ որ կա դրա այդ շրջանում շատ մանրակրկիտ ասելով ցույց է տալիս նախ ձեր անշարժ գույքի ինֆորմացիան եւ իհարկե ցույց է տալիս թե ինչ է կատարվում ձեր շրջանում, քանի հատ տուն կա վաճառքի, ինչ որակի տներ են, քանի հատ տուն կա արդեն որ վաճառված է եւ վաճառման process-ի մեջ է, կոչվում է pending status կամ under contract, որոնք որ escrow են մտած եւ ցույց է տալիս մոտ 3-ից 6 ամսվա շրջանում ձեր շրջանի մեջ վաճառված տները եւ մանրակրկիտ ասելով ինչ է նշանակում, դուք ամեն տան ինֆորմացիան դուք կարող եք տեսնել, թե իրենց քառակուսի ոտքը, ննջասենյակը եւ իհարկե բաղնիքները եւ ինչ որակի տուն է, անգամ մեջի նկարներով դուք կարող եք տեսնել, իհարկե search like an agent-ը, եթե այցելեք, այնտեղ դա գնորդների համար է, բայց այս report-ը հատուկ մեր տունը վաճառողների համար է եւ եթե մտածում եք ձեր տունը վաճառեք, շատ կարեւոր report է սա, ոչ թե դուք կարողանալու եք որոշեք ձեր տունը ինչ արժի, դուք նորից ունեք մեր կարիքը կամ որ ձեր բրոկերի կարիքը, որպեսզի կարողանաք այդ ամբողջ ինֆորմացիան բերեք իրար հետ եւ որոշեք ձեր տան ճիշտ գինը, որը որ պետք է շուկա իջեցվի ձեր գեղեցկուհին։ Ուստի այցելեք aramkarsian.com եւ այնտեղ Price My Home կոճակը սխմելով րոպեների ընթացքում դուք կստանաք այդ հատուկ report-ը եւ եթե հարցեր ունեք, հեռարձայնեք 818 275 5115 հեռախոսահամարով։ Իսկ հիմա ինչպես գիտեք, արդեն անցնում ենք երկրորդ փուլին, ձեր offer-ը գրեցիք, ընդունվեց եւ արդեն escrow եք մտել։ Ինչ է հաջորդ քայլը։ Հաջորդ քայլը արդեն իսկական գործը սկսվում է հիմա, երբ որ ձեր offer-ը ընդունվել է, ձեր աչքը լույս եւ արդեն սկսում եք տան այդ գնման process-ը։ Սա իհարկե շատ կարեւոր ժամանակ է, որովհետեւ այդ contract-ը, երբ որ գրել եք offer-ը կարելի է ասել, երբ որ գրում եք offer-ը, միմիայն ձեր ստորագրությունը կա վրան, եւ երբ որ seller-ը ընդունում է ձեր offer-ը, իրենց ստորագրությունը երբ դրեց վրան, դա արդեն այդ offer-ը վերածվում է contract-ի։ Ուստի contract-ը շատ լուրջ պետք է ընդունվի, որովհետեւ անգլերենով ասում է contract is a contract։ Contract-ի պայմանները չի կարելի խախտել։ Եթե խախտեք կամ դուք որպես գնորդ կամ դուք որպես վաճառող, դա շատ խնդիրների առաջ պետք է կկանգնեք եւ ձեր broker-ի agent-ի գործը արդեն դա է, որ ձեզ ծանոթացնի այդ contract-ի պայմանները եւ ժամկետներ կան, այդ ժամկետների ընթացքում պետք է որոշ գործարքներ ճիշտ ձևի կատարվի։ Առաջի հերթին escrow է բացվում, առաջի հերթին անպայման ինչ անշարժ գույք ուզում է լինի, պետք է դուք հատուկ ծառայություն վարձեք եւ այդ ձեր անշարժ գույքը պետք է inspection արվի, կոչվում է property inspection։ Ինչ ուզում է լինի, դա չեք անում, գիտեմ որոշ agent-ներ խորհուրդ են տալիս այդ առիթը օգտագործել որպեսզի տանգինը գցեք կամ ավելի էժան առնեք տունը, դա էլ ինչ որ կարելի է անել, բայց դրա համար պետք չի անել դա։ Դա պետք է անեք, որպեսզի դուք իմանաք
ինչ վիճակի տուն եք առնում։ Ես ընդհանրապես դեմ եմ առանց inspection-ի տուն առնելու եւ եթե դուք որոշեք, որ մենք inspection չենք ուզում, դուք inspection չեք ուզում, հատուկ թուղթ կա, որ դուք պետք է ստորագրեք, որ այդ ձեր իրավունքները դուք հանձնում եք եւ չեք ուզում այդ inspection-ը, որպեսզի հետագայում քաշքշուկներ չլինի, որ չասեք, որ broker-ը կամ agent-ը ինձ ասեց, որ կարիք չունեք անելու։ Հիմա անցնելով առաջ այդ inspection report-ը հատուկ report է սա եւ դուք կարող եք անել ձեր contractor-ը կարող է անի, բայց ընդհանրապես խորհուրդ չի տրվում, որպեսզի կարող այդպիսի contractor-ը ընդհանրապես այդպես մանրակրկիտ չի նայի այդ տան վիճակը, իսկ հատուկ ինսպեկտորներ կան, home ինսպեկտորներ են կոչվում եւ նրանք վարպետ են այդ գործի եւ մանրակրկիտ տունը ոնց որ ասում են ոտքից գլուխ նայում են, իհարկե ինսպեկտորների որակներն է կա, դա էլ ասեմ, այդ մարդկանց պետք է օգտագործեք, ովքեր այդ գործի մասնագետն են։ Իսկ հիմա այս փոքր դադարից հետո կվերադառնանք եւ պետք է խոսենք մի քիչ ինչպես է շուկան եւ պետք է խոսենք թե ինչպես պետք է հարստություն սկսեք դիզել, ուստի մնացեք մեզ հետ, կվերադառնանք եւ կշարունակենք։ Շարունակում ենք մեր հաղորդումը հարգելի բարեկամներ, ես Արամ Կարսյանն եմ եւ դուք դիտում եք Հաղորդում հաղորդաշարը։ Գիտեմ բոլորդ անհամբեր սպասում եք այս շաբաթվա interest rate-երը ինչ եղան, մի քիչ հետո պետք է նայենք, իսկ հիմա ուզում ենք խոսենք, թե ինչպես պետք է սկսեք դուք հարստությունը ձեր սկսել դիզել։ Առաջի հերթին պետք է դուք սկսեք ինքներդ ձեզ վճարել։ Այն աշխատավարձը, որ դուք ստանում եք ամսական կամ շաբաթական, շատ կարևոր է, որ ամեն ինչ ընդհանրապես դա մարդկային ձևն է, ինչ որ ստանում ենք, այդ էլ ծախսում ենք, բայց եթե սկսեք որևէ գումար, ընդհանրապես խորհուրդ է տրվում ձեր աշխատավարձի 20%-ը դուք ինքներդ ձեզ վճարեք, դա այնպիսի գումար պետք է լինի, որ ձեռք չտաք այդ գումարին, ուստի երբ որ ձեր աշխատավարձը ստացաք, վերցրեք ձեր 20%-ը եւ մի կողմ դրեք եւ կտեսնեք տարիների ընթացքում այդ գումարը շատ արագ ձևի կսկսի աճել։ Դա առաջի խորհուրդն է եւ շատ կարեւոր է, որ նախ իմանաք, թե ձեր investment-ը կամ ձեր խնայողական դրամը ինչպես պետք է օգտագործեք։ Ընդհանրապես որպես ինվեստոր, եթե սկսեք մտածել, ինվեստորը երբեք իրեն գումարը չի քննացնում։ Մանավանդ այսօր բանկերում դա չնչին գումար են վճարում, մոտ 0.5% են վճարում ձեր խնայած դրամին, երբ որ այդ բանկը վերցնում է այդ գումարը եւ այդ ձեր գումարով իրենք են սկսում դրամ աշխատել։ Իսկ ոչ թե ընդհանուր այս անշարժ գույքի հաղորդման համար է դրա համար եմ ասում, հաջորդ ձեր քայլը պետք է նայեք ձեր ֆինանսներին, խոսեք ձեր CPA-ի հաշվապահի հետ, թե ինչպես կարող եք այդ ձեր դրամը ճիշտ գործարքի մեջ դնելու, իհարկե ամենաճիշտը անշարժ գույքն է, եթե նայեք տարիների ընթացքում պատմությանը նայեք անշարժ գույքի, մանավանդ Ամերիկայում, ովքեր որ հարստացել են, հարստություն են դիզել,
անպայման որևէ մի ձևի անշարժ գույքի մեջ դրամ են դրել։ Եվ իհարկե սա միանգամից չի լինում եւ դա էլ ասեմ իմ միջայլոց, որ պետք է իմանաք երբ մտնեք անշարժ գույքի շուկայի մեջ եւ ինչպես դուրս գաք։ Դա շատ կարևոր քայլեր է, դա էլ արդեն մեր գործն է, բրոկերների, էջենտների գործն է, որպեսզի կարողանանք ձեզ ճիշտ խորհուրդ տալ, որպեսզի դուք կարողանաք ձեր հարստությունը սկսել դիզել, հարստությունը վատ բան չէ, շատ կարևոր բան է, պետք է դուք անեք, որպեսզի կարողանաք ձեր սիրելիներին, ձեր բարեկամներին, ովքեր որ օգնության կարիք ունեն, անպայման իրենց կարողանաք օգնեք, մանավանդ ձեր անմիջական ընտանիքին, երեխաներին եւ ձեր ամուսնուն կամ կնոջը։ Սա շատ կարևոր է, պետք է սկսեք մտածել եւ շատ մարդիկ իհարկե անգամ մտքներով չի անցնում, որ անշարժ գույք առնեն, մինչև որ տանտերս չի սկսում վարձերը բարձրացնել եւ մի օր սիրուն օր կտեսնեք, որ շատ ավելի շատ եք վճարում վարձը, ձեր տան վարձը, քան թե կարող եք այդ նույն վարձի գումարով կամ մի 200-300 դոլարի տարբերությամբ կարողանաք տուն գնել եւ իհարկե այդ տունը գնելով միմիայն այդ տան equity-ն չի որ մենակ ձեզ օգնում է, այլ tax-ային ահագին զեղչեր եք կարող ստանալ։ Սա ամեն ինչը պետք է ձեր բրոկերի հետ խոսեք եւ եթե հարցեր ունեք, կարող եք հեռարձայնեք 818-275-1115 հեռախոսահամարով եւ այս ամեն ինչը մենք կարող ենք հաշվել եւ ձեզ օգնենք այդ հարցում։ Իսկ հիմա գիտեմ բոլորդ անհամբեր սպասում եք թե ինչ եղան այս շաբաթվա interest rate-երը, ուստի նայենք, կվերադառնանք եւ կխոսենք դրա մասին մի քիչ։ Այս շաբաթվա interest rate-երը հիմնված Freddie Mac-ի վեբսայթի մայիս 26, 2016 թվականի National Average-ը, Ամերիկայի մասշտաբով 30 տարվա ֆիքսված interest rate-ը փակվեց միջինը 3.64%, 15 տարվա ֆիքսված interest rate-ը փակվեց 2.89% եւ 5 տարվա ֆիքսված interest rate-ը փակվեց 2.87%։ Եվ եթե այս ամենը համեմատում ենք անցած շաբաթվա interest rate-երի հետ, տեսնում ենք, որ մի քիչ interest rate-երը բարձրացան եւ իհարկե համեմատելով 1 տարվա առաջվա interest rate-երի հետ, տեսնում ենք, որ interest rate-երը դեռ շատ ավելի բարելավ վիճակի մեջ են։ Ուստի օգտագործեք այս առիթը եւ եթե հարցեր ունեք, հեռարձայնեք 818-275-5115 հեռախոսահամարով։ Դե ինչ հարգելի բարեկամներ, ինչպես տեսաք, interest rate-երը մի քիչ բարձրացան, բայց խոսակցություններ կան, որ հունիս ամսվա մեջ ուզում են նորից բարձրացնեն interest rate-երը, սա ավելի հաստատուն բարձրացում է լինելու, բայց դեռ չգիտենք, միմիայն խոսակցություն է, բայց եթե մտածում եք վերաֆինանսավորեք, ավելի շատ վերաֆինանսավորման հետ է կապված, այսօրվանից սկսեք զբաղվել այդ հարցերում, որտեղ այսքան ցածր interest rate-երը չեն մնալու, ուշ թե շուտ պետք է անպայման բարձրացնեն interest rate-երը եւ իհարկե մոտենում ենք մեր հաղորդման ավարտին, ինչպես խոսեցինք, շատ կարևոր է, որ որպես տան գնորդ կարողանաք ճիշտ ձևի, կարողանաք դուք ձեր ֆինանսները դասավորեք, որպեսզի ձեր loan approval-ը վերցնեք եւ իմանաք ձեր ամսեվճարները, լրիվ ամսեվճարները ինչ են լինելու եւ ինչ ծախսեր ունեք այդ escrow-ի մեջ մտնելու եւ վերջնականը ինչքան գումար է պետք լինելու, սա շատ կարեւոր է եւ ընդհանուր ձեր loan approval-ը վերցնելը նշանակում է դուք այդ cash-ը ձեր գրպանում պատրաստ կարող եք մտնեք շուկա եւ իհարկե խոսեցինք թե ինչ է պետք որպեսզի ձեր հարստությունները դիզեք, առաջի հերթին սկսեք դուք ձեզ վճարել ձեր աշխատավարձից եւ մի ծախսեք ամեն դրամը եւ իհարկե Եթե մեր ծառայության կարիքը ունեք, այցելեք aramkarsian.com, այնտեղ երկու հզոր գործիք ենք ձեզ առաջարկում, Search Like an Agent եւ Price My Home, Search Like an Agent-ը դա առաջարկում ենք մեր տունը գնորդներին, որպեսզի ծանոթանան իրենց շրջանի տանգների հետ եւ Price My Home-ը մեր տունը վաճառողների համար է, որպեսզի ձեզ հատուկ report հասցնենք, թե ինչ է կատարվում ձեր շուկայի
ձեր ամիջական շուկայի մեջ եւ իհարկե որից հետո կարող եք մեզ հեռաձայնել 818-275-1551 հեռախոսահամարով մեր 1.5% special-ը մեր տունը վաճառողների դեռ շարունակվում է, դա մեր service fee-ն է, մանրամասնությունների համար հեռաձայնեք եւ սիրով կօգնենք ձեզ։ Դե ինչ հարգելի բարեկամներ, շնորհակալ ենք, որ նորից մեզ ընդունեցիք ձեր հյուրասենյակները, միացաք մեզ հետ եւ այս ամենը փորձում ենք ձեզ information հասցնենք, որպեսզի կարողանաք դուք ճիշտ որոշումներ կատարեք, որովհետեւ մենք ձեզ տեսնում ենք որպես ներդնողներ եւ սա ձեր կյանքի ամենամեծ investment-ն է, որ կարող եք կատարեք։ Ուստի եթե հարցեր ունեք, հեռաձայնեք 818-275-5115 հեռախոսահամարով։ Ես Արամ Կարսյանն եմ, շնորհակալ եմ նորից եւ կտեսնվենք հաջորդ շաբաթ։ Բարի գիշեր։ Walking down the sidewalk, kicking my feet as I'm moving to the music, step to the beat. I woke up today, canceled all my plans, and I stepped right outside with my guitar in my hands, and the notes became loud as the sound caressed the air, and I kicked it up a notch as I strolled without a care, 'cause I'm going